Մենք այնքան ենք ուժել, որ շուտ ենք ոգևորվել։ Օրինակ Ղարաբաղյան շարժումը պերեստրոյկայի հետ առնչված։ Ես լրիվ համոզված եմ, որ այդ շարժումը այլ ընթացք ունենար եւ այլ արդյունքներ կունենար, եթե մենք չընկնեինք ոգևորության մեջ այդ պերեստրոյկայի գլասնիցի եւ այլն։ Ստեղծվել է իրավիճակ, այդ իրավիճակում հարկավոր է շատ սառը դատողությամբ տեսնել ինչ կարելի է շահել այս իրավիճակում մեր գերագույն նպատակներին հասնելու համար։ Ես էլ եմ կրկնում, երբեք չհակադրելով մեր նպատակները, մեր սեփական եսը, մեր շահերը ուրիշներին, որովհետև ոչ մեկի հաշվին դու ապրել չես կարող։ Կանչեր, ուզում եմ հիշեմ 88 թիվը փետրվար ամիսը, երբ որ հարց էր դրվում ժողովրդի կողմից, որ անցկացվի սեսիա։ Եթե հիմա մենք վերադառնանք 3 տարի հետ, դուք նույն ձևի կգործեիք սեսիայի վերաբերյալ։ Այո, դա շատ պարզ, երբ որ անջատվում ես զգացմունքները, երբ որ ուզում ես քայլ անել ճակատագրական քայլ, շատ լավ են ասում, մոդա ես վերսե, սուզբանոսները, решение принимать. Բախտորոշ։ Իրավիճակներում պետք է առաջնորդվել բանականությամբ, բոլորս էլ շատ բան ենք, պետք է նայես հնարավոր է, թե հնարավոր չէ։ Ես այո բանում էի, միտինգում էի, երբ որ 700,000-անոց մասսան կոչեց սեսիա, այն ժամանակ չէին ասում նստաշրջան, սեսիա էին ասում։ Հեսա ձերքս բարձրացեցի, ասեցի սեսիա չի լինում։ Չի լինի չի համար։ Շատ պարզ սիտուացիա է, շատ պարզ։ Էլեմենտար։ Մենք պետք է ասեինք այո, Ադրբեջանը պետք է ասեր ոչ։ Դա ոչ մի բարդ հաշվարկի անհրաժեշտություն չէր զգում։ Ապրիորի։ Պարզ էր, որ մենք պետք է ասենք այո, հենց մեր այոյի դեպքում նրանք ոչ։ Հարցը մտնում է փակուղի, ինչպես եւ մտավ փակուղի։ Իսկ եթե մենք ունենայինք այդ միտինգների էներգիան, որպես պոտենցիալ, ժողովրդի միակամ արտահայտությունը որպես պոտենցիալ, մեր հետագա բանակցությունների հարաբերությունների ժամանակ, ինչպես Ադրբեջանի եւ հատկապես կենտրոնի հետ մեր հարաբերությունների եւ այդ հարցի լուծման ճանապարհներ ընտրելիս, ես գտնում եմ, որ մենք ավելի արդյունավետ կարող էինք օգտագործել, որովհետեւ մենք միանգամից գնացինք վերջի կետին, իսկ մենք կարող էինք դա կախած պահել, որ իմացեք, որ էս։ Ստացեց մենք հենց ասեցինք, այո, դուք տեսակ, ես կարծեմ 24 ժամվա տարբերություններ, թե մի քանի ժամվա տարբերություն, նրանք ասեցին ոչ։ Եվ սահմանադրությունն էլ այնպիսին է, որ ոչ մեր այոն է գործում, պետք է որ նրանց ոչն էլ չգործի, բայց նրանց ոչը գործում է, որ սահմանադրությունը տվյալ դեպքում պահանջում է համաձայնություն երկու հանրապետությունների։ Այն սահմանադրություն։ Կանչեր, պատկերացնենք 88 թվին, եթե դուք լրիվ տրվեիք ժողովրդի էմոցիաներին եւ միանայիք ժողովրդի հետ, ոնց կվերաբերվեր կենտրոնը։ Նախ այդ ժամանակ ես ինքս ինձ ղեկավար կոչելու իրավունքից կզրկեի։ Եթե ես իմանայի, որ դա լուծվելիք հարց է այդ ճանապարհով, ես երբեք չեմ մտածել, որ չպիտի լուծվի այդ հարցը։ Ես միշտ ասել եմ ընդդիմախոսներին, արկա, հեռակա, եղած, չեղած ընդդիմախոսներին, որ հարցը պետք է դրվի հետևյալ կերպ, եթե ղեկավարի մասին է խոսքը, նրա դիրքորոշման մասին է, ղեկավարը ուզում է այդ հարցը լուծվի, թե չի ուզում, կողմ է այդ հիմնահարցի արդար լուծմանը, թե ոչ, եթե այո, ուրեմն այստեղ սկզբունքային հարց չկա։ Ոնց կարող է պատահել լինի Հայաստանի ղեկավար, որ չուզենար Ղարաբաղը միանար իր մայր հայրենիքին։ Ես դա
համարյա թե բացառում եմ, եթե նորմալ մարդ է, չի կարող պատահի չուզենա իր հայրենիքից կտրված մասը ուժի միջոցով վերցված մասը չվերադարձվի, դա անհնար բան է։ Ուրեմն եթե ես էլ եմ այդ հարցին լուծմանը կողմնակից, որովհետև կարող է պատահի եւ ասես ես դեմ եմ, չէ՞, ես դեմ եմ։ Բայց այդպիսի բան ասող չի կարող պատահել։ Ուրեմն այստեղ հարցը մնում է ինչ մեթոդով, ինչ ճանապարհով։ Այս է տարբերությունը։ Հիմա դուք ասում եք անցնեիք ժողովրդի կողմ, այդ հարցը ինձ շատ ընտրել։ Իհարկե, եթե ես համոզված լինեի, որ այդ ճանապարհը ճիշտ է, բաց չի, որ իմ առաջին իսկ քայլը պետք է լիներ այդ արարքը անցնել պետք։ Բայց ես համոզված էի, որ այդ ճանապարհը չի բերելու հարցի լուծման, նա բերելու է շատ ծանր հետևանքների, ինչպես որ ցավոք սրտի բերեց։ Դա բացատրում է մի շարք հանգամանքներով, ես հիմա դա չեմ ուզում ասել, դա շատ առանձին խոսակցություն է, 20 ժամանոց խոսակցություն է, որովհետև դա շատ բարդ հարց է։ Բայց ես այն ժամանակ էլ համոզված էի, որ էտապային լուծումը հարցի ավելի ճիշտ ճանապարհ է։ Ես օրինակ գտնում էի, որ իհարկե շատ ավելի լավ կլիներ եւ շատ երջանիկ լուծում կլիներ, որ միանգամից եւ ես գտնում եմ, որ ադրբեջանական ժողովուրդը վերջին հաշվով կգա այդ համոզմանը, որ չի կարելի անարդարությունը դարձնել արդեն քաղաքականություն եւ համակերպվել անարդարության հետ, եթե նույնիսկ այդ անարդարությունը քո օգտին է, որովհետեւ բանական ժողովուրդը, իսկ ժողովուրդները միշտ բանական պետք է լինեն։ Եթե մտագնված չի նրա գիտակցությունը, նրա հոգին, բախտորված չի այլև այլ հանգամանքներում, չի կարող անարդարության վրա իր երջանկությունը կառուցել։ Դա անհնար բան է։ Եթե ադրբեջանական ժողովրդի այդ զգացմունքը արդարության, որ ամեն մի ժողովրդի մեջ բնականon կերպով պիտի լինի, բայց խաթարված է նրանց մոտ, որովհետև իդեոլոգիան, նացիոնալիզմը, ֆունդամենտալիզմը եւ այլ իր գործը արել են, նա պետք է ժեստ աներ Ղարաբաղը տար իր տիրոջը։ Իհարկե դա կլիներ ամենաերջանիկ լուծումը, բայց ռեալ մտածող մարդը, իրատես մարդը չի կարող այդ բանի վրա հաշիվները իր քաղաքականությունը կառուցել, այդ հենքի վրա չի կարող, որովհետև դա շատ պայմանական բան է, դա իդեալական, համարյա թե մեր հասարակություն կառուցելու պես մի բան է, որ եթե դրանք հանկարծակի կամավոր կերպով կան, որովհետև դա շատ բարձր կուլտուրա եւ շատ բարձր հոգի է պահանջում, իսկ դա չգիտես երբ կգա, Աստված տա վաղը լինի, Աստված տա երեք լիներ, Աստված տա թող մի որոշ ժամանակից հետո լինի, բայց կարող եւ չլինի, դա էլ արդեն այդ ժողովրդի բախտն է, տես ինչ եմ ասում, այդ ժողովրդի բախտը, որովհետեւ այն ժողովուրդը, որ անարդարության վրա երջանկություն է կառուցում, դա դժբախտ ժողովուրդ է, վաղ թե ուշ այդ ժողովուրդը ինքը իրեն կպատժի, կամ պատմությունը կպատժի։ Հաշվառելով այդ հանգամանքը ես գտնում էի, որ ուրեմն բացառվում է տալը համարյա թե ամենայն դեպս այս օր, այս ժամանակահատվածում դա բացառվում է։ Չտալնել եմ ես բացառում, որովհետև մենք մեր պահանջատիրությունից հրաժարվող չենք։ Այսօր դուք եք ղեկավարը, ես եմ ղեկավարը, մյուսն է, ոչ մի նշանակություն չունի, դա ղեկավարի քաղաքականության հարց չի, դա ղեկավարի ցանկության հարց չի, դա ժողովրդի կամքն է։ Իսկ մեր ժողովուրդը իր պահանջատիրությունից հրաժարվող չէ երբևիցե, քանի նա գոյություն ունի, իսկ մենք նպատակ ունենք գոյություն ունենանք այնքան, ինչքան մոլորակը գոյություն ունենալու է։ Իստում է, որ այս հարցում էլ տարաձայնություն չկա։ Ուրեմն եթե այս երկու բևեռները բացառվում են այսօր, այսինքն նրանք չեն տալու, մենք էլ չենք հրաժարվելու մեր պահանջատիրությունից, երկուսն էլ առաջին ավելի հնարավոր է որ լինի, քան թե երկրորդը չլինի, որովհետև մենք մեր պահանջատիրությունից հրաժարվող չենք կարող հրաժարվել, դա մեր էությունն է։ Մենք ինչ-որ անարդար պահանջ չենք առաջադրում, որ մեր խիղճը մեզ համոզի թե հետ կանգնի։
Մենք միայն կարող է մեր բանականությունը մեզ թելադրի, որ այլ քայլերով գնանք այդ նպատակին հասնել, ուրիշ բան չկա։ Այսպես է վիճակը, հասկանում եք։ Դրա համար, եթե բացառում ենք տվյալ ժամանակահատվածում այս երկու բևեռների լուծման հնարավորությունը, ուրեմն գալիս է միջանկյալը։ Պետք է նայենք ինչ հնարավոր տարբերակներ կան, որպեսզի մեզ մոտեցնի այն բևեռին, որտեղ այս բևեռից մենք պետք է անընդհատ հեռանանք։ Այսինքն մենք պետք է մեր պահանջատիրությունը անընդհատ առաջադրենք։ Ստեղից ուրեմն հեռանալ չկա, սա բացասել չկա։ Պետք է բացասվի չտալը, պետք է դառնա տալ։ Ես գտնում եմ, որ ամենաճիշտը էտապային լուծման ճանապարհն է տվյալ մոմենտ։ Հետո պետք է հաշվի առնել, որ կենտրոնն էլ պատրաստ չէր այդ հարցին, հենց ինք ադրբեջանական ժողովուրդն էլ պատրաստ չէր, մենք էինք պատրաստ։ Մենք պատրաստ ենք, որովհետև մեր մեջ դա կար, մենք ոչ թե պատրաստված էինք, մեզ ոչ թե պատրաստել են ինչ-որ ուժեր, որ հիմա տարբեր, թե էքստրեմիստները, թե նացիոնալիստները, դա ոչ նացիոնալիստների գործն է, ոչ էքստրեմիստների գործն է, ոչ կոմունիստների գործն է, ոչ մեկի գործն է, մեր ժողովրդի կամքի արտահայտությունն է։ Կլինեն կոմունիստները, չեն լինի կոմունիստները, կլինի ՀՀՇ-ն, չի լինի ՀՀՇ-ն, կլինեն դաշնակները, չեն լինի դաշնակները։ Այս հարցը հայ ժողովրդի մեջից դուրս եկող չի, այնպես որ թող ոչ ոք չսեփականացնի այս հարցը։ Այսպես է հարցը դրված։ Եվ դա ինչ իշխանություն էլ որ լինի Հայաստանում, այդ իշխանության հիմնական բարդ խնդիրներից հարցերից մեկը լինելու է այդ հարցը մինչև որ չլուծվի։ Ընդհանրապես մեր պահանջատիրական հարցերը, ես նկատի չունեմ մենակ Ղարաբաղի դեպքում ձեր հարցը վերաբերում է Ղարաբաղի, դրա համար եմ ես ասում։ Ընդհանրապես իմ ամեն կորցրածը ես նկատնում հայրենիք հասկացության պետք է վերականգնվի, մինչև չվերականգնվի, ես չեմ հանգստանա։ Ժողովուրդը չի կարող հանգստանալ, որովհետև դա անարդարություն է։ Ուրեմն էտապային լուծում կամ ինչպես հիմա մենք բոլոր բառերը թարգման ենք մի մասը հաջող, մի մասը անհաջող, հանգրվանային ճանապարհով։ Այն ես դրա կողմնակիցն էի։ Եվ որպես առաջին քայլ ես դիտում էի, որ ամենաճիշտը օգտվել այս հանգամանքից, այս մոմենտից եւ դարձնել ավտոնոմ հանրապետություն։ Ինչի համար։ Դա կիսալուծում է, դա հանգրվանային լուծում է։ Մաքսիմալիստի համար դա լուծում չէ։ Դա դավաճանություն է նույնիսկ։ Ոնց թե այսպեսի հնարավորություններ կա 700,000 մարդ վեր է կացել, անկանգնել է եւ այլն, դեմոկրատիզացիա է գնում, կլասնիստ է գնում, բոլորն ուզում են այդ հարցերը լուծեն, չգիտեմ թե ով է ուզեցող այդ հարցերը լուծող, բացի լոզունգներ տալուց, որ այդ հարցերը պետք է լուծվեն, այդ հարցերը որ այդքան հեշտ լուծվող լինեին, ոչ բոլոր ղեկավարներն են հիմար եղել, բոլորն էլ ցանկանային լուծեին, Միջնասիայում էլ այդ խնդիրները կան, ամենտեղ էլ այդ խնդիրները կան, եւ եթե լուծվելիք լինեին առանց արյունի, առանց ծանր հետևանքների, ավելի լավ է լուծել խնդիրները, որպես լարվածություն չլինի, քան չլուծել, դա բնական է ղեկավարության քաղաքականության մեջ։ Ես բացառում եմ դիտմամբ չուզել։ Դա արդեն հիմար ղեկավար պետք է լինի, եթե իմանա որ լուծել հնարավոր է, դիտմամբ չլուծի։ Ուրեմն հանգրվանային լուծում, ինչի նկատի ունեի, եւ դա ես համարյա թե արդեն դա պատրաստել էի կենտրոնը եւ կենտրոնը դա անցալել էր պատրաստ էր դա։ Ավտոնոմ հանրապետություն դարձնելը Ղարաբաղը լուծված հարց էր համարյա թե եւ ադրբեջանական կողմը այն ժամանակ փաստերի ծանրության տակ, հատկապես նրանց Սումգայիթյան վայրագությունից հետո նրանք անպայման համաձայնվում էին այդ բանը, որպեսզի ինչ որ չափով իրենց կաշին ազատեն հնարավոր պատժից, որովհետև այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր ասում, որ Սումգայիթը այդպես անպատիժ կանցնի։ Եվ տրագեդիան Ղարաբաղյան ամբողջ այս խնդրի լուծման, որ թուլացրեց կենտրոնին, նրանում էր, որ նա անպատիժ թողեց Սումգայիթը, եւ դրանից սկսվեց մյուս Սումգայիթները, Ֆերգանա եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես գտնում եմ, որ
ամենաճակատագրական սխալը Սումգայիթը անպատիժ թողնել էր քաղաքական գնահատական չտալը, որի համար ես մի քանի անգամ հարց բարձրացրեցի ընդհուպ մինչև հրաժարականի սպառնալիքը։ Եվ ոչ թե սպառնալիք արեցի, այլ ես փետրվարի 29-ին մարտի 1-ին հրաժարականի հայց ներկայացրեց։ Ես հրաժարական կտամ, եթե այդ բանը չանեմ։ Այդ ճնշման տակ եւ հաշվի առնելով մեր մյուս քաղաքական գործունեությունը պատրաստվել էր նախագիծ, որ կարելի է դարձնել ավտոնոմ հանրապետություն, ինքնավար հանրապետություն։ Դա բավականին հեշտ էր անցկացնել, որովհետև անալոգիա կար, ինչու Նախիջևանը պետք է լինի ավտոնոմ հանրապետություն, ինչի Ղարաբաղը չպետք է լինի։ Իդեպ ասեմ, որ ես այդ հարցը բարձրացրել եմ 77 թվականին, երբ որ մեծ սահմանադրությունը նոր ձևակերպում էին, ես այս ժամանակ պաշտոնապես հարց դրեցի, ասեցի բերեք նոր սահմանադրության մեջ գրենք Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ ինքնավար հանրապետություն։ Եթե չէ, այդ դեպքում Նախիջևանի ստատուսը իջացրեք։ Եթե չէ, վարիանտ տարբերակ եմ առաջարկում։ Նախիջևանի հանրապետությունը ինքնավար մտցնենք Հայաստանի մեջ, եթե չեք ուզում տերիտորիալ փոփոխություններ, որովհետև Հայաստանի մեջ է նա, որովհետև անհետեցություն է Ադրբեջանի կազմում ավտոնոմիա լինի ադրբեջանական, որովհետև հայ չեն թողել այնտեղ։ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությունը մտցնենք Հայաստանի մեջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի մեջ։ Իհարկե չանցան այդ առաջարկությունները։ Մենք սրանք ոչ մեկին ոչ ասել ենք, ոչ անենք արել, որովհետև այն ժամանակ պետք չէր, բայց դրա բոլոր բաները կան, նույնիսկ հետքերը կան, որովհետև նույնիսկ մի կապույտ գիրք եկավ, կարծեմ մինիստրների խորհրդում կա, եթե չկա իմ արխիվներում դիտել, որտեղ ամփոփված էին մեծ սահմանադրության քննարկման արդյունքները եւ այնտեղ գրած էր ինչպիսի հարցեր են առաջացել, որոնք լուծման կարոտ են կամ լուծման կարիք ունեն։ Այնտեղ գրած է Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզի, ինքնավար մարզի հարցը Հայաստանին միացնելու մասին։ Դա գրված պետական փաստաթղթի մեջ կա, որ այդ հարցը օֆիցիալ կերպով դրվել է։ Ես էլ մի անգամ եմ ասում, որ իմանաք, թե այդ հարցը ինչքան է դրվել։ Ես դեռևս իմ համար չեմ պարզել լրիվ, թե ինչի չհամաձայնվեցին մերոնք դարձին։ Ղարաբաղցիները։ Ինձ կենտրոնը ասաց, որ Ղարաբաղը չի համաձայնում եւ այլ։ Ես էլ այն ժամանակ նույնիսկ ասեցի մի հաշվի առեք նրանց համաձայնվել չհամաձայնվելը, պետք է անել այդ քայլը անպայման։ Եթե դա չեք անում, ուրեմն վերցրեք Ղարաբաղը ոչ Հայաստանին տվեք, ոչ Ադրբեջանին տվեք, վերցրեք կենտրոնի իշխանության ղեկավարության ներքո դրեք, որը հետագայում ստացավ պրեզիդենտское правление անուն։ Այդ առաջարկվեց։ Սկսեցին մտածել։ Ես առաջարկում եի առաջին տարբերակ ավտոնոմ հանրապետություն եւ միաժամանակ վերցնել կենտրոնի ղեկավարման ներքո, որոշ ժամանակով, որպեսզի չգրգռենք կողմերը։ Այդ էլի եմ ասում, դա առանձին խոսակցության նյութ է, դա չեղավ, ցավոք սրտի չեղավ։ Մեծ ուշացումով ստեղծեց հատուկ կառավարման կոմիտե։ Այդ հատուկ կառավարման կոմիտեն կարելի էր այն օրերին անել։ Ոսկու կոմիտե։ Այդ կոմիտեի ձգձգելը կենտրոնը եւ հատկապես ղեկավարությունը բացատրում էր, որ քանի որ ինքը հռչակել է դեմոկրատացման եւ այլ գործընթաց, ինքը իրավունք չունի կամային որոշումներ, պետք է դատենք կոնստիտուցիոն փոփոխություններ եւ արեցին։ Ես էլ ասում եմ, այդ կոնստիտուցիոն փոփոխությունները կարելի անել մեկ օրվա ընթացքում բանի Գերագույն սովետի նախագահության հրամանագրով հետագայում սեսիայով կարող են հաստատել, դա ինչ հարց է։ Նու չէին ուզում անեն, վերջը գնացին արեցին, բայց ես գտնում եմ, որ այդ հատուկ ղեկավարման կոմիտեն մեծ առաջընթաց քայլ էր եւ գտնում եմ սխալ, որ այդ կոմիտեն մենք չօգտագործեցինք եւ լուծարվեց։